Վստահում եք ընտրությունների արդյունքներին, գոհ եք դրանցից։ Լավ չէ, ոչ մի բան լավ չէ։ Վստահում եք ընտրության արդյունքներին, գոհ եք դրանցից։ Ես այդ գնահատականը կարող եմ տալ միայն այն ժամանակ, երբ որ դիմադիր ուժերը, որոնք հաղթահարել են 4%-անոց շեմը, իրենց գնահատականը տան։ Բայց կարող եմ ասել, որ ընտրությունները անցել են անարդար, անհավասար պայմաններում տոտալ բռնաճնշումների ուղեկցությամբ։ Դա կարող եմ ասել։ Հայաստան դեռ ոչ մի ընտրություն արդար չի անցել։ Գոհ չեմ, բայց չեմ էլ կարա ասեմ ինչը ոնց է։ Մենք չգիտենք, էլի այնքան բաներ կա։ Ես չի ուզենա, բայց որ անցել է։ Կառավարության եւ ընդդիմության կողմից խախտումները շատ այո։ Այդ քվեաթերթիկների խառնաշփոթ վիճակը Փորձը ցույց է տալիս, որ կարդարանան, այո, փորձը ցույց է տալիս, իսկ ակնկալիքներից, որ խաղաղությունը շարունակվի, փոփոխությունները շարունակական լինեն եւ զարգանա երկիրը գնա առաջ։ Ամենակարևորը։ Մի բառով ասեմ, ոչ։ Միան աղդոտ բայկար էր, մեզ ադորը գծավիմ։ Իրար գլուխ չարտելու ասջան, վիրավորանք եւ այլն, պետք չէ լարա դիգա։ Դա չեմ կարող ասել։ ընտրակաշարքներն էր շատ։ Но я смотрела, да, были проблемы. Мешки с избирательными этими уничтожали и это. Արդյունքներից գոհ ու դժգոհի բան չկա։ Ես ուղղակի համոզվեցի, որ հայ ժողովուրդը միջին մասան եւ իրանցից ներքև շատ այսինց մասսա է։ Դեգրադացված են դրանից վերևները։ Меня очень расстроила небольшая явка, то есть всего 58%. То есть мне очень удивительно, что люди не пришли в большем количестве на выборы. Я понимаю, что выборы прошли с большими нарушениями. Но мне лично, как человеку, больше импонировала другая партия кандидатов. Но это выбор армян был. Не могу судить насчет справедливости выборов и подсчета голосов. Я тут считаю, что должно быть все правильно. Не все армяне участвовали в выборах. Такое чувство, что немножко равнодушие такие. Но это, опять же, мое мнение. Սա չի կարելի համարել։ Սա ընտրություն չէր, սա խաբեբայություն էր։ Վերջ։ Ընտրությունն ես ընտրել եմ դեմ եմ բոլորին։ Որովհետև ոչ մեկից գոհ չեմ։ Ճիշտն ասած ես հույսով եմ ներքնուստել շատ հանգիստ եմ, որ պետք է իրավիճակը լավ լինի։ Որովհետև 90-ականներին էլ նույնիվ իրավիճակներ, վատ տարիներ, մութ խավար միշտ մտածել եմ, որ այդ տարիները կանցնեն ու լավ կգա, սկացին կանցավ այդ տարիները արդեն լավ էինք ապրում, այդ նույնն էլ հիմա կլինի։ Մեկը հայ ազգը տանջված, չարչարված ժողովուրդը ամեն ինչին դիմադրում։ Այդքան էլ գոհ չեմ։ Իսկ ինչի համար։ Ինչի գոհ։ Դե ասում են կեղծիքներ ա եղել, ես ընդհանուր մարդկանց կարծիքը իմանալով գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվելու, բայց ընտրվեց։ Իսկ ես նենց ընդհանուր ոչ մեկի կողմնակիցն էլ չեմ, որ վերցնում ես, բայց նայելով, լսելով կողքից գիտեմ, որ ճիշտ չի եղել։